Սպասված հանդիպում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում։ Արթուր Մեսշյանի համերգը Մոսկվայի երաժշտության տանը։ Մի բառով հրաշք է։ Երջանիկ եմ դուրս գալիս համերգից եւ լիացած։ Իսկ այժմ տեղափոխվենք Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի միջազգային երաժշտության տանը կայացել է Արթուր Մեսշյանի առաջին համերգը։ Այս համերգասրահում սովորաբար ելույթ են ունենում հայտնի երաժիշտներ։ Մեսշյանի համերգը գերազանցել է բոլոր սպասելիքները։ Համերգն անցել է Լեփլեցուն դահլիճում, հանդիսատեսի մեծ ոգևորության պայմաններում։ Մոսկվայի միջազգային երաժշտության տանը հաճախ են ելույթ ունենում աշխարհի լավագույն երաժիշտները։ Այստեղ երբեմն լինում են նաև հայկական միջոցառումներ, սակայն այն, ինչն այսօր երաժշտասերներին բերել էր այստեղ, համեմատության եզրեր չուներ նախկինում տեղի ունեցող համերգների հետ։ Եվ մինչ համերգի սկսելը շատերը պատմում էին իրենց ակնկալիքների մասին։ Նա մեր երիտասարդական տարիների աստվածատուր տաղանդով երգիչ է եւ մեծ սպասումներով ուզում ենք լսել, տեսնել այդ տաղանդավոր, այդ մեծատառով մարդուն։ Ես իհարկե նրա ամբողջ ալբոմը ունեմ ու մեքենայից մեջ, եթե հայրենիքը ինձ ձգում է, ինչի՞ չա տալի, միացնում եմ եւ լսում։ Դեռ 3 ամիս առաջ են գնել տոմսը եւ բնականաբար սրտի թրթիրով ենք եկել այսօրվա համերգին։ Մենք երկար ենք սպասել եւ հատկապես հայկական հասարակական մթնոլորտը ողողված լինելով տարբեր ձևի ցածրորակ երաժշտությունով սա մեզ նոր շունչ է տալիս եւ ցույց է տալիս, որ հայ երաժշտությունը դեռևս ապրում է եւ պիտի ապրի։ Արթուր Մեսշյանին եւ նրա նվագախմբին հաջողվեց հենց առաջին երգից տանել իրենց հետևից հանդիսատեսին։ Ամեն մեկը դարձել էր ինքնամփոփ, խորասուզվել մտքերի մեջ եւ մայեստրոյի հետ միասին մեկ տեղափոխվում էին 5 դար առաջ, մեկ կայարանից կայարան նետվում հասկանալով կանգառի նշանակությունը կամ պարզապես նայում, թե ուր են տանում քայլերը։ Ամեն մի երգ ուղեկցվում էր բուռն ծափահարություններով, ամեն երգի համար կրկնակի էին ծափահարում, եւ սկզբում, երբ առաջին նոտաներից ճանաչում էին մեղեդին, եւ վերջում անզուգական կատարումից հետո, իսկ ընդհանուր տպավորությունն այն էր, որ մարդիկ դահլիճից դուրս էին գալիս, կարծես թե կերպարանափոխված։ Համերգը ուղղակի բառեր չեմ գտնում, այնպիսի մի գեղեցիկ, այնպիսի մի ուղղակի մի բառով հրաշք է սա։ Տպավորությունները մեր մեջ մնան։ Շնորհակալություն։ Человек делает чудо. Մարդն ուղղակի հրաշք է գործում, ես չգիտեի, որ ես հայ եմ, հիմա համոզված եմ, որ ես էլ եմ հայ, մեծ երջանկություն է նրա նման մարդ ունենալ աշխարհում։ Դա ցնցում էր, նա մեծ տաղանդ է, վիրտուոզ կատարող, փիլիսոփայով մտածում է երաժշտական չափանիշներով, դա մեծ արվեստ է, հոգեկանը ստեռի վիճակի չէր ընդունելու տաղանդի նման չափը, դրան պետք է դեռ հասնել, աճել, որ կարողանաս լսել։ Ես սրտով հասկացա այդ երգերը, ինձ շատ դուր եկան, ինձ համար բացահայտում էր։ Ես ապրում եմ Գերմանիայում, երբ իմացա այդ համերգի մասին, հատուկ եկա տեսնելու իմ ընկերոջը 40 տարի անց։ Հաճելի է, որ նա բեմում նույնքան ուրախ է, որքան կյանքում։ Վերջապես Մոսկվայաբնակ մեր հայրենակիցները ներկա եղան մի համերգի, որտեղ գերիշխում էր ինտելեկտը, որտեղ խոսքը գերազանցում էր մեղեդուն, մեղեդին գերազանցում էր խոսքին։ Շնորհակալ ենք համերգի կազմակերպիչներին, շնորհակալ ենք Շանթ հեռուստաընկերությանը, որը ինչպես միշտ այս անգամ էլ Մոսկվայաբնակ հայրենակիցներին մեր մատուցեց այս չքնաղ անակնկալը։ Երջանիկ եմ դուրս գալիս համերգից եւ լիացած։ Հոգու վերասլացքի մեջ եմ։ Մեսշյանին լսելու են եկել ոչ միայն Մոսկվայի հայերը, այստեղ կային հյուրեր Ռուսաստանի մարզերից, ինչպես նաև Եվրոպայից, եւ նրա երկրպագուները պատրաստում են նորից այցելել Մոսկովյան վերջին համերգին, որը կայանալու է հոկտեմբերի 30-ին։ Կոնցերտ замечательный։ Համերգը հիանալի էր, ճիշտ է բոլոր ընկերներս հարցնում էին, թե ինչու չերգեց ուր իր Աստվածը, բայց ուրբաթօրվա համերգին հույս ունենք, որ կերգի եւ մենք նորից ենք գալու իր համերգին։ Пятницу споет, поэтому мы купили билеты и на пятницу тоже. Շատ լավ է, որ այս համերգը կազմակերպվել էր, որովհետև հայկական երաժշտությունը Մոսկվայում ներկայացավ ուրիշ տեսակով, ուրիշ որակով։
շատ մարդիկ տեղյակ չէին, առաջի անգամ էին ու ինձ թվում է իրանց տպավորությունները շատ մեծ է լինելու այս ամենից։ Լրիվ պատանեկությունը, մանկությունը կինոյի ժապավենի նման հիմա առաջովս, դիմացովս ասում։ Իհարկե շնորհակալ ենք Շանթին, որ կազմակերպել է Լվան նման միջոցառում։ Ոչ թե ծափահարելու համար համերգեր, այլ որպեսզի բոլոր հայերս լսենք, հայ ոգին լսենք, հայ խոսքը, մեր կորչող ցեղի այդ ճիճը, որ կա, այսօր պետքա բոլորի մեջ մտնի, որ հասկանանք, որ ազգը պետքա խոսի հայերեն, ապրի իր երկրում, ունենա իսկական երկիր, իսկական կառավարություն։ Վահե Ավանեսյան, Սոնատ Համամյան, Սերգեյ Բեսմերտնի, Իգոր Կանավալով, Մոսկվայից, հատուկ հորիզոնի համար։